ռեալ տնտեսություն։ Միայն ռեալ տնտեսություն, ռեալ տնտեսությունը առևտուրն է, դա լուրջ վիճակատեխնոլոգիչից ինչ-որ ծառայություններ են, դա նյութական արտադրություններ են, դա ինչ-որ մեքենաշինություն է, դա ինչ-որ հաստոցաշինություն է, կամ ինչ-որ էլեկտրո կան բնակավարակ, քիմիական, կենսաբանական, չիպեր են ուզում սարքեն, ինչ կարծիք։ Ուզում են, դի շուտվանից պետք է։ Սա աշխարհը սարքեց վերջացած հիմա նորեն իրանք վերջն են։ Չինաստանը 12,000 գործարան է սարքել։ 12,000, այս վերջի քանի տարում։ Մի քանի տարում։ Հա, 12,000 գործարան է սարքում չիպերի արտադրության։ Միայն Ամերիկան այս վերջի մի քանի տարում 9 հատ գործարան է սարքում։ 90 միլիարդ դոլար ինվեստիցիա է անում։ Չիպերի գործարան։ Մենք չենք կարող գոնե այսքան տարվա մեջ, 7 տարվա մեջ։ Մենք չենք վկայում, ասենք մենք հեղափոխություն, չգիտեմ, տնտեսական հեղափոխություն էր խոսում, խաչա այդպես հիմարություն չկա դերմին։ Տնտեսական հեղափոխություն չկա, դրանից կա գիտատեխնիկական հեղափոխություն հասկացություն։ Տնտեսությունը միշտ զարգանում է էվոլյուցիոն։ Բայց դաժե եթե դա ասենք պրոստը բան է, ասենց խոսույթ է լավ, նույն նկատնես ասենք թե ինչ որ թռիչքա ձև զարգացման մասին ես խոսում, չէ՞։ Թռիչքով ձև զարգացման համար պետք է շատ բարենպաստ ներդրումային պայմաններ ստեղծել, որի մեջ մտնում է հարկային համակարգ, մաքսային համակարգ, քո ամբողջ քո ինֆրաստրուկտուրան, էներգետիկ, տրանսպորտի ինֆրաստրուկտուրան, որի մեջ մտնում է անպայման քո կադրերը, առանց կադրերի ոչինչ չկա։ Այսօր հիմնական կապիտալը աշխարհում ամենակարևորը դա մարդկային կապիտալ է, human resource։ Հասկանում ես, մարդկային կապիտալն այսօր ամենակարևոր կապիտալը։ Այսինքն կոմպետենտնի կադրեր են պետք, մասնագետներ, տարբեր բնագավառներ։ Եթե մարդը փողով եկել է, կարող Ամերիկայից ստանոք բերի, չգիտեմ ինչ որ բաներ բերի, որ ստե դնի, բայց ով պիտի վրան աշխատի։ Ուր են այդ տեխնոլոգները, ուր են այդ ինժեներները, ուր են այդ մասնասած մասնագետները, մարքետոլոգները, որ կարան շուկաները ուսումնասիրեն, այդ ապրանքը ոնց ուպակովկանեն, ոնց էքսպորտան, այդ լոգիստները, այդ լոգիստիկա լրիվ շղթաները կառուցեն, դա հասարակ բան չի։ Դրա սպասարկումները, բարդ ապրանքներ կա, որ դու սպասարկման համակարգ պետք է ստեղծես, չէ՞։ Հիմա դու հեռախոս ես ծախում, պետք է ուրեմն այդտեղ ունենաս ինչ որ սպասարկման համակարգ դնես կամ ինչ որ ուրիշ բան, չէ՞։ Այսինքն դու այդ սա համակարգ պետք է սարքես։ Դա կադրեր են պետք։ Իսկ ինչ կադրեր մենք ունենք։ Եթե մենք չունենք կրթություն նորմալ, այսօր երեխեքը սովորում են գլուխները դատարկ է։ Դիպլոմներ են ստանում, որ չի համապատասխան նույնիսկ սովետական ժամանակվա ատեստատին հավասար չի։ Կյանքից հեռու է, հա։ Հասկանում ես։ Եվ ինչ, պրոստը նստած այդ բուհերը փող են աշխատում, ես չեմ հասկանում։ Սուտ էլի, ֆիքսիա։ Այդ թուղթը տալու համար, դիպլոմը տալու համար փող են աշխատում։ Կարող է ինչ որ անհատներ սովորում են, բան չունեմ ասել, բայց մասսայական կրթությունը չի